Տեղեկացնում եմ ձեզ, որ քննարկման եւ փակ գաղտնի քվեարկության արդյունքում ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։ Քիչ առաջ ավարտվեց քաղաքացիական պայմանագրի վարչության նիստը, կուսակցության վարչությունը այսօրվա նիստում փակ գաղտնի քվեարկությամբ քվեարկեց եւ որոշում կայացրեց ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրել գործող ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Առաջադրվել էին 3 թեկնածուներ՝ ազգային ժողովի գործող նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը եւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ինչ չափանիշներով եք քվեարկել, ինչն եք հաշվի առել։ Մեր խեղճով։ Վարչության 20 հոգանոց կազմը քվեարկության արդյունքում նախապատվությունը փաստորեն տվել է գործող փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։ Շոյված եմ արդյունքից, այսպես ասեմ, եւ վստահությունը ինձ համար շատ պարտավորեցնող է։ Ռուբեն Ռուբինյանը չհստակեցրեց, թե քանի հոգի են քվեարկել իր օգտին։ Ըստ մեր ընթացակարգերի ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է ձայների կեսից ավելի։ 20 հոգի են, համա։ 20 հոգի են։ Տվաբանությունը արդեն արել։ 10-ից ավելի է։ Քանի ձայն եք ստացել։ Չէ, եթե կարիք լինի, եւի հաղորդակցության մեջ կնշվի, եթե չի լինի, չի նշվի, ես բայց չեմ կարծում, որ չի լինի, բայց չեմ կարծում, որ ընդհանրապես ձայն չի ստացել։ Ոչ, ես չեմ կարող ասել, որ ինչ որ բան պիտի ավելի լավ անեմ, քան նախորդ նախագահը կամ մյուս տեխնացուները։ Ես կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը շատ լավ ազգային ժողովի նախագահ է եղել։ Հետագայում արդեն երբ ազգային ժողովը սկսի աշխատանքը, խոսքը նոր ձևավորող ազգային ժողովի մասին է եւ առաջին նստաշրջանի ընթացքում կընտրվի ազգային ժողովի նախագահը պատգամավորների մեծամասնության քվեով, խմբակցություններից յուրաքանչյուրը իրավունք կունենա առաջադրել թեկնածու եւ ըստ էության արդեն պարզ է, որ իշխող քաղաքացիական պայմանագրի թեկնածուն լինելու է Ռուբեն Ռուբինյանը։ Հանուն արդարության ասեմ, չափազանց դժվար ընտրություններ։ Ալեն Սիմոնյանը 5 տարի նախագահի ազգային ժողովում կա պատկերացում է դեպքում թիմում նա ինչով պետք է զբաղվի։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել, նման հարց չի քննարկվել, կարող եմ ասել։ Այսինքն լարվածություն չի առաջացնի, պարոն Ալեքսանյան, հաշվի առնելով, որ ամեն դեպքում պայքար կար գործող ազգային ժողովի նախագահներ, մյուս կողմից էլ ձեր մյուս թիմակիցներ, որոնք եւս հավաքություններ ունեին։ Նկատի եմ, սա ներքիմային ինչ-որ լարվածության պատճառ չի դա։ Ոչ, բնավ, բայց բնականաբար մրցակցային իրավիճակի մասին ենք խոսում։ Բնականաբար մրցակցային իրավիճակի մասին ենք խոսում եւ այդ մրցակցային իրավիճակը որպես այդպեսին ինքը հենց այդ ավելի շատ ուժեղացնում է թիմը, քան թուլացնում է դա, քանի որ ի տարբերություն շատ այլ քաղաքական թիմերի այստեղ մեկ մարդու գրչի հարվածով կամ բանով չի որոշվում։ Նշեմ, որ նիստից հետո ազգային ժողովի գործող նախագահ Ալեն Սիմոնյանը չպատասխանեց լրագրողների հարցերին, հեռացավ։